Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է, բարև ձեզ, պարոն Գալստյան, սկսենք Արցախից, այսօր, եթե չեմ սխալվում, լրանում է նախագահի ժամկետը և ըստ էության պետք է լինեին նոր ընտրություններ, սակայն հաշվի առնելով իրավիճակը, բնական է, որ նոր ընտրություններ չեն անցկացվելու, սակայն այն իշխանության այն մասը, որը այսօր Հայաստանում է Արցախի, նկատի ունեմ օրենսդիրները պատրաստվում են նախագահ ընտրել, ամենայն դեպս քննարկում են այդ հարցը, որպեսզի ազգային ժողովը Արցախի ընտրի նախագահ, նախ մեկնաբանեք այս գործընթացը արդյոք իրատեսական է, արդյոք ռեալ է այսքան բանից հետո լուծարումից հետո գնալ նման գործողությունների, նման քայլերի։ Բարև ձեզ, Արցախի նախագահի ինստիտուտը որպես այդպիսին Հայաստանում չես հասկանում ինչու դեռ գործում է ըստ իրենց մեկնաբանության եւ տրամաբանության եւ հետո ասեմ, որ Արցախի նախագահի ժամկետը դա Արայիկ Հարությունյանի ընտրվելու ժամանակահատվածի մասին էր խոսքը, այլ ոչ թե Շահրամանյանի անհասկանալի ձևով խորհրդարանով իբր թե նախագահ դառնալու process-ի, սակայն նույն Շահրամանյանը իր ձեռով ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթ, իր մեկնաբանությամբ Արցախահայերի անվտանգ դուրսբերման տեղահանման գործընթացից ելնելով, սակայն հետո չգիտես ինչու կլոունադայի վերածվող մի process իրականացրեցին, փաստաթուղթ ստորագրեց, որ այլևս լուծարված չէ Արցախը, չեղարկել է իր լուծարած պայմանագիրը կրկին, սա առաջի հայացքից ծիծաղելի թվացող երևույթ է, սակայն այս process-ը իր մեջ պարունակում է երկու կարևոր նպատակ կարծես թե առաջինը իրենց որպես իշխող ուժի, որպես Արցախը ղեկավարող, Արցախայությանը ղեկավարող մարմնի շարունակականություն տալու process-ն է, այսինքն եթե Արցախը լուծարված է, հետևաբար չէր լինելու Արցախի եւ խորհրդարան եւ նախագահ, սակայն իրենց այդ անհասկանալի եւ կեղծ փաստաթղթով իրենց լուծարումը բացառող, հակասող չեղարկող նոր փաստաթղթի ստորագրումով իբր շարունակում է մնալ Արցախը, Արցախը լուծարված չէ եւ հետեւաբար եթե լուծարված չէ պետք է ունենա իշխանություն, այդ թվում եւ նախագահ։ Սակայն սրա հիմքերն ավելի խորն են գնում եւ դա տանում է դեպի ռուսական ուժերի, Հայաստանում գործող ռուսական ուժերի ազդեցության դաշտ, որովհետեւ Շահրամանյանը եւս Արցախայության որոշ մասի, ոչ մեծ մասի հետ կարող է քաղաքական նոր ալիքի, նոր խժդժությունների, նոր պրովոկացիաների, այսպես ասած, գործիքակազմ ներկայանալ, հետևաբար պետք է նախկին իշխանություններին Արցախի անունը, արցախցիների անունը անընդհատ չհարգելով փորձելու Հայաստանում քաղաքական ընդվզումների գնալ։ Կարծում եմ հիմնական նպատակն այն է, իսկ ինչ վերաբերում է նոր ընտրություններին, բնականաբար այդ խորհրդարանը, որը ձևավորվել էր 20 թվականին, դա լուրջ վերաբերվել այդ խորհրդարանին եւ համարել այն խորհրդարան մեղմ ասած լուրջ չէ, հետեւաբար նրա կողմից ընտրվելու է նորից ինչ որ մեկը, ինչու՞ չէ նաեւ հենց Շահրամանյանը որպես նախագահ եւ ամենաանհասկանալին հենց Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն ու վարած քաղաքականությունն է, որովհետեւ ուղղակի հայտարարել, որ Հայաստանում իշխանությունները դա միակն են Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություններին, բավարար չէ եւ որևէ գործողություն որպես այդպեսին չի իրականացվում այս հայտարարություններն, այս process-ները կանխելու եւ դրան իրավական շարունակականություն տալու։ Շահրամանյանը նախ եւ առաջ պետք է պատասխան տա իր ստորագրած փաստաթղթի, Արցախի լուծարման փաստաթղթի եւ ամենացավալին պայթյունի հետևանքով 200 եւ ավել զոհեր ունենալու պատճառների մասին, իսկ անցել է մոտ 1.5 տարի եւ մենք չենք տեսնում որևէ իրավական գործընթաց, որը սկսված լինի այդ ուղղությամբ։ Պարոն Գալստյան, գիտենք, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են, սակայն դեռևս հայտնի չէ թե երբ կստորագրվի եւ որտեղ կստորագրվի։ Եվրոպայում վերջի մի քանի օր առաջ Ալիևն ու Փաշինյանը կարճ շփում ունեցան, որից հետո Ալիևը վերադառնալով Բաքու հայտարարեց պահանջների մասին հերթական անգամ, որ նաև սահմանադրության փոփոխություն եւ հաջորդը, այսպես ասած, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, սա որքանով են լուրջ նման պահանջները եւ ձեզ արդյոք իրատեսական է պայմանագրի համաձայնագրի ստորագրումը առաջիկա ժամանակաշրջանում։ Ես միշտ
եւ հանգամանալից, հաճախակի եւ հանգամանալից բոլոր ամբիոններից, բոլոր լրատվամիջոցներում, իմ տված հարցազրույցներում պնդել եմ մի թեզ, որ այսօր էլ շարունակում է, որ չի կարող խաղաղության պայմանագիր ստորագրվել, քանի դեռ ուժային բալանսը կարգավորված չէ։ Այսինքն ուղղակի կետերի համաձայնեցումն ու նախնական ինչ որ տեքստի պատկեր ունենալը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը գնալու է խաղաղության պայմանագրի ստորագրման, եւ այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը միայն մի կողմի, մեր կողմի ցանկությունն է, այսպես ասած, փափագն է, ոչ այնքան լուրջ փափագը, որը իրականացման չի կարող գալ առանց ուժերի բալանսի հավասարակշռման կամ մեկ այլ կողմի, այդ թվում եւ արևմուտքի ճնշումների ազդեցությամբ խաղաղության պայմանագրի կնքումը, որ այս պահին կարծես թե դեռ նկատելի չէ նման պարտադրանք, նման ճնշում, որին կգնա Ադրբեջանը։ Ես կարծում եմ Ադրբեջանը նորանոր պահանջներ եւս փորձելու է առաջ քաշել այդ պայմանագիրը չեղարկելու, այդ պայմանագրի ստորագրման ժամկետը հետաձգելու, ձգձգելու եւ այդ գործընթացը չեղարկելու տանելու գործընթացով։ Ես կարծում եմ, որ առաջնային գործընթացը, որը պետք է իրականացնի Հայաստանի իշխանությունները եւ ընդհանրապես հայ ժողովուրդը, դա հայկական բանակի արմատական վերազինումն ու վերափոխումն է, որը կբերի եւս մի պարտադրանքի մեխանիզմի այդ պայմանագիրը ստորագրելու։ Ստորագրման ցկցկումը արդյոք ռիսկ չի պարունակում ռազմական էսկալացիայի կամ նոր պատերազմի վտանգ չի ներկայացնում։ Այս բային ռազմական գործողությունների լայնամասշտաբ էսկալացիայի վտանգ ես չեմ նկատում, սակայն ինչու՞ չէ, այո, Ադրբեջանը ցանկացած առիթ բաց չի թողելու մեղադրանքների ֆոնի վրա փորձելու ռազմական ոչ մասշտաբային գործողություններով փորձել ավելին փոկել Հայաստանի Հանրապետությունից, քանի դեռ նա ունի Ռուսաստանի նման դաշնակից, ունի այդ աջակցությունը ռուսական կողմից, նա անելու է ամեն ինչ հնարավորինս ավելին փոկելու Հայաստանի ինքնիշխան տարածքից, թույլատնելով Հայաստանի դերակատարումը, Հայաստանի ազդեցությունը եւ Հայաստանի ուժերը այս տարածաշրջանում։ Պարոն Գալստյան, վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակտիվացել են Հայաստանի նախկին նախագահները, երկրորդը եւ երրորդը միմյանց հերթ չտալով հանդիպումներ են ունենում երիտասարդների հետ հարցազրույցներ, ասուլիսներ, այնտեղ կարմիր գծով մի այսպիսի միտք է գնում երկուսի կողմից էլ, որ Արցախի հարցը երկուսի ժամանակաշրջանում էլ գրեթե իդեալական մակարդակի վրա էր, բանակցային գործընթացը լրիվ հայկական կողմերի շահերից էր բխում, սակայն եկավ 2018-ը եւ ամեն ինչ ջուրն ընկավ։ Նախ փորձենք վերջից պատասխանել, նախ Արցախի հարցը տապալման է գնացել 94 թվականի փառահեղ հաղթանակից հետո, երբ մենք բավականին մեծ հնարավորություն ունենք բանակցային գործընթացներում շահեկան դիրք ունենալով գալ մի վիճակի, երբ Ադրբեջանի որոշ տարածքներ, որոշ գրավյալ տարածքներ հետ վերադարձնելով Արցախը դարձնենք հայկական մաս, հայկական մարզ, որը ցավոք չիրականացվեց, հասկանալի է ում միջնորդությամբ եւ ում դրդմամբ, մեր դարավոր դաշնակցի, որին պետք էր այս տարածաշրջանում կոնֆլիկտի շարունակականությունը, որը մինչ օրս առկա է, եւ կարծում եմ, որ այդ թեզերը, որ մեր ժամանակ Արցախը անկախ էր, Արցախը ազատ էր, պատերազմ չկար, չի բխում իրականության, չի ենթադրում իրականություն իրենից, որովհետեւ այդ ժամանակ բնական է Ադրբեջանը պարտված կողմ էր, Ադրբեջանի ռազմական հնարավորությունները դեռ այնքան չէին, որ կարողանար ուժի դիրքերից խոսալ, հետեւաբար այդ ընթացքում ռազմական գործողություններ որպես այդպեսին Արցախի հետ բերելու չկար, սակայն չմոռանանք, որ այդ 20 տարիների ընթացքում մենք նույն սահմանային գծում ունեցել ենք այնքան զոհեր, ինչքան երևի թե ունեցել ենք 24 թվականի պատերազմում, այսինքն տարեկան մի քանի տասնյակ զոհերի հանրագումարը ցավալիորեն գալիս է լրացնելու այն զոհերի թիվը, որը մենք տեսանք 44 թվականին։ Հետևաբար նրանց պնդումները Արցախը իրեն ժամանակ ազատ եւ անկախ եւ ինքնիշխան լինելու այդ թեզերը միֆ են, որովհետև Արցախում այդ ժամանակներից սկսած ամեն ինչ արվել է, որպեսզի բնակչություն չավելանա, Արցախում տնտեսություն չձևավորվի, Արցախի բանակը չհամալրվի զինտեխնիկայով, որի արդյունքը այո մենք ցավալիորեն տեսանք 2020 թվականի պատերազմի ցավալի պարտությամբ։ Ինչ վերաբերում է վերջին սրացումներին, ակտիվացումներին, տրամաբանական է, որովհետև 26 թվականին
տեղի ունենալու խորհրդարանական ընտրություններ, նրանք փորձում են ավելի սևացնելով գործող իշխանությունների քաղաքականությունը, նաև դրա հետ միասին ստորացնելով եւ նվաստացնելով Հայաստանի դերն ու նշանակությունը միջազգային արենայում, փորձում են դիվիդենդներ շահել 26 թվականի ընտրություններին։ Բնականաբար դա միայն իրենց ցանկությունը չէ, Ռուսաստանն ամեն ինչ փորձելու է անել Հայաստանում իշխանության բերելու բացարձակապես իր կողմից ղեկավարելի եւ ընդունելի եւ ղեկավարելի քաղաքական ուժերի, որոնք այս պահին քաղաքական հայտ են կարծես թե ներկայացնում, նախորոք արդեն քաղաքական հայտ են ներկայացնում 26 թվականի ընտրություններին հաղթանակ կորզելու իրենց պատկերացմամբ։ Գալստյան, տեսեք, նախքին այդ երկու նախագահները ոչ միայն իշխանությանն են գործող սևացնում կամ այսպես ասենք քննադատում բերում ասած, այլ նաև միմյանց հանդեպ կարծես թե բարեհամբույր չեն այդքան էլ հատկապես Ռոբերտ Քոչարյանը, որ ամեն ելույթի կամ հանդիպման ժամանակ ամենայն դեպս գուցե ոչ ուղիղ, բայց տողատակերով քննադատում է, մեղադրում է Սերժ Սարգսյանին եւ հանրության շրջանում այս հարցը, այսպես ասենք, օդից կախված է, դեռ արդյոք կա տարաձայնություններ կամ թշնամանք Սարգսյան եւ Քոչարյանի միջեւ։ Այն որ տարաձայնություններ եւ թշնամանք կան, դա ակնհայտ է եւ այդ տարաձայնությունները սկսվել են 2008 թվականի Սերժ Սարգսյանի իշխանավարումը ստանձնելու տարիներից սկսած, կարծես թե շատ բաներ իրար հետ չկիսելու քաղաքականության վրա է ձևավորված դա, սակայն ասեմ, որ նրանք երկուսն էլ ուղղորդվում են մի կետից, մի կենտրոնից, հետեւաբար նրանց տարաձայնությունները անհրաժեշտության դեպքում կարող են եւ իջիկս դառնալ եւ համատեղությամբ նրանք կարող են ներկայանալ։ Նույնիսկ վերջին ասուլիսների ժամանակ կարծում եմ հնչեցրել են նաեւ նման խոսույթներ, որ հնարավոր է նաև միասին քաղաքական դաշտ մտնելու, կոալիցիա կազմելով քաղաքական դաշտում հայտ ներկայացնելու քաղաքականության մասին, ինչքան էլ տարաձայնություններ ունենան, ինչքան էլ հակասություններ լինի մեկը մյուսի հետ, կարծում եմ նրանք, եթե անհրաժեշտություն ունենան, կարողանան գնալ համատեղ պայքարի դուրս գալու ճանապարհի։ Նրանց այդ տարաձայնությունները նկատելի էր նաև այսպես ասենք այս impeachment կոչվող գործընթացի հետ կապված, որը նախաձեռնել են երկու զույգ տարբեր մարդիկ, նախկին ԿՊԱ-ականներ եւ մյուս թևն էլ ըստ որոշ լուրերի, որը փող կապակցված է Սերժ Սարգսյանի հետ, նախ որքանով է ռեալ impeachment-ի գործընթաց, եթե փողոցում նման պահանջ այս բանին չկա։ Ես կարծում եմ, որ եթե այս impeachment-ի գործընթացը տրամաբանական լիներ եւ արդյունք ունենալու ակնկալիքը այնքան մեծ լիներ, այդ impeachment-ի գործընթացը սկսած կլինեին դեռ 21 թվականի ընտրություններից հետո, որը չգիտես ինչու բերե հասցրել են 26 թվականի 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, ես չեմ կարծում, որ այդ գործընթացը կունենա արդյունք, հետեւաբար սա եւս մեկ process է քաղաքական դաշտում, կարծես թե նախնական բալանսավորումներ, նախնական դիրքորոշումներ հասկանալու, ավել ոչինչ։ Այսինքն զուտ այսպես կարող ենք ասել, որ ընդամենը ներկայացում էր բեմադրված նախընտրական process-ը։ Ինչու՞ չէ հասկանալու համար, թե հնարավոր է միասին գործել 26 թվականին, ովքեր կարող են մաս դառնալ այդ process-ի, ովքեր կփորձեն խույս տալ դրանից, բացի այդ նաև փորձում են այն ուժերին, որոնք կարծես թե սատարելու են, ուզում են սատարել իրենց։ Հետևաբար այս process-ները ավելի շատ գեղագիտական, գեղարվեստական ձևակերպում ունեն, քան տրամաբանական։ Նրանց մի զույգը առաջ էր քաշել վարչապետի տեխնացուի Էդմոն Մարուկյանի մասին է խոսքը, ոնց կմեկնաբանեք Մարուկյանի այդ Մարուկյան կերպարի մասին է հետաքրքիր խոսել, Մարուկյանը, որը 17 թվականին կոալիցիա կազմելով Նիկոլ Փաշինյանի հետ կարողացավ մտնել խորհրդարան, հետո ընդդիմության կերպարով 2019 թվականին դառավ ամենափոքր ֆրակցիայի ղեկավարը, դրանից հետո չգիտես ինչ հանգամանքներով դարձավ վարչապետի հատուկ հանձնարարության, կարծեմ ինչպես է հատուկ հանձնարարություններով դեսպան, հատուկ հանձնարարություններով դեսպան, բավականին երկար աշխատելուց հետո նորից ստանձնել է ակտիվ ընդդիմադիրի դերը եւ կոալիցիա կազմելով իր պատկերացմամբ կոալիցիա կազմելով անհասկանալի այն հանհատների, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով հայտնվել են խորհրդարանում եւ մոտ 4-3 տարի եւ ավել
եւ միջև օրս սնվում են Հայաստանի պետբյուջեից որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին падգամավորներ, որոնք այսօր հայտ են ներկայացրել impeachment ձևավորելու, ձևակերպելու գործող իշխանություններին, որոնցով եւ իրենք մտել են խորհրդարան։ Փորձում են ներկայացնել, որ Մարուկյանը, այսպես ասենք, կարող է այլընտրանք լինել նախկինների եւ ներկաների այս Մարուկյանը եւս ռուսական ազդեցության դաշտում գործող քաղաքական ֆիգուր է եւ այլընտրանք որպես այդպեսին հաստատ հայտ ներկայացնել չի կարող։ Եթե ինչ տարբերություն Ռոբերտ Քոչարյանի որդին, Հանրապետական կուսակցությունը կամ Էդմոն Մարուկյանը, եթե նրանք բոլորն էլ ուղղորդվելու են, ղեկավարվելու են ռուսական կենտրոններից։ Պարոն Գալստյան, հաջորդ, այսպես ասենք, աղմկահարույց հարցը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին է խոսքը, հատկապես վերջին օրերին քննարկվում է Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող գույքի բռնագանձման հարցը, անակնկալ էր այն թվերը, որը հրապարակեց թե դատախազությունը, թե նաեւ կուսակցություններից մեկի առաջնորդը ԱՑ տվյալներ հրապարակեց, սպասում եք, որ նման հարստության դեր, թե դա մի փոքր կաթիլն է, որը իշխանությունները ավելի մեծ թվերի մասին են խոսում, դեռ 18 թվականի քաղաքական process-ների, հեղափոխական process-ների շրջանում, հետո նաև իշխանության գալուց հետո խոսում են մի քանի անգամ ավելի մեծ թվերի մասին, սակայն գոնե այսքանը, որը ներկայացված է, դա եւս բավականին մեծ թվեր են, որոնք պետք է իրականացվեն ժամանակին։ Ես կարծում եմ, գործող իշխանությունները 7 տարին քիչ ժամանակ չէր, որպեսզի այս process-ներն իրականացներ եւ շատ լավ է, որ իրականացնում է, սակայն ինչու այսօր, ինչու 26 թվականի ընտրությունների շեմին, եթե այդ կարելի էր անել 1, 2 կամ 3 տարի առաջ, այլ ոչ հիմա։ Լավրովը Երևանում է, այցը ընթանում է, այսպես ասենք, թե բողոքի ակցիաներով, ընդհանրապես սա կարծեմ Լավրովի առաջին այցն է Արցախի էթնիկ զտումից հետո եւ Արցախի հանրապետության լուծարումից հետո, այս հնարավոր է որ փոխվի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այս այցի հետ կապված, նկատի ունեմ որոշակի մոտեցում կամ լուծում գտնեն այն ճգնաժամի համար, որը կա Հայաստան, որը ձևավորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Լավրովը վերջին անգամ Հայաստան էր այցելել Լաչինը եւ Լաչինի հարակից մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելուց ընդամենը մի քանի օր առաջ, կարծես թե մունետիկ, այսպես Հայաստանում էր Լավրովը եւ չեմ կարծում, որ Լավրովի Հայաստան գալը կառուցողական եւ նպատակային է, այլ ավելի շատ պարտադրական եւ ճնշողական իմ ենթադրությամբ եւ այո բողոքի ակցիա տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարության առաջ, որը ցավոք մեր ուժային կառույցների, մեր ոստիկանության կողմից ինչ որ չափով ճնշման ենթարկվեց անհասկանալի պատճառով, որը եւս բավականին լուրջ մտածելու տեղիք է տալու թե մեր ժողովրդին, թե գործող իշխանություններին եւ կարծում եմ Լավրովը որևէ կառուցողական եւ նպատակային ծրագրերով Հայաստան չի եկել, որովհետեւ եթե հնարավոր լիներ եւ ցանկություն ու նպատակ ունենային Հայաստանի հետ շարունակելու բարեկամական գործընկերային ռազմավարական ծրագրերն ու այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռ 2007 թվականից, կարծում եմ իրականացրած կլինեն եւ չեմ կարծում որ հիմա այսպիսի գութ է առաջացել ռուսական իշխանությունների մոտ գլխավորությամբ Վլադիմիր Պուտինի, որ Հայաստանին արդեն փորձելու է դաշնակցի աչքերով դիտել եւ կարողանա այս տարածաշրջանում դերակատարում ունենալ եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հիմնական խաղացողի դերում լինել։ Սա 2018-20 թվականը չէ, Ռուսաստանի դիրքերը բավականին թուլացել են, սակայն Ռուսաստանը դեռ մտածում է եւ վստահ է, որ այդպես էլ կա, Հայաստանը միշտ դիտարկվել եւ դիտարկում է մինչ օրս, որպես իր համար ղեկավարելի, իր համար տնօրինների գոտի եւ այդպես էլ շարունակում։ Այլապես Լավրովը Հայաստան չէր այցելելու այդպես վստահ եւ նման մամուլի ասուլիս համատեղ չէին իրականացնի Միրզոյանի հետ։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր զրուցակիցս քաղաքագետ Բարդուղ Գալստյանն էր, կհանդիպենք առայժմ։